Հայաստանում ապաստան հայցողների պատկերը թվերով և միտումներով։ Պաշտոնական տվյալների համաձայն 2025 թվականին Հայաստանում ապաստանի դիմում է ներկայացրել Ադրբեջանի միայն մեկ քաղաքացի։ Վիճակագրական տեղեկատվությունից պարզ է դառնում, որ խոսքը 35-64 տարեկան տղամարդու մասին է։ Ընդհանուր առմամբ, նախորդ տարվա ընթացքում Հայաստանում ապաստան խնդրած անձանց թիվը կազմել է շուրջ 600։ Դիմողների աշխարհագրությունը բավականին բազմազան է, սակայն ամենամեծ խումբը կազմել են Իրանի քաղաքացիները՝ 197 մարդ։ Նրանց հաջորդել են Ուկրաինայից ժամանած 86 անձինք, ինչպես նաև Ռուսաստանի 44 քաղաքացիներ։ Ապաստանի դիմումներ են գրանցվել նաև մի շարք այլ երկրներից, ներառյալ Աֆղանստան 34, Եգիպտոս 34, Կուբա 30, Սիրիա 29, Իրաք 27, Նիգերիա 16 և Լիբանան 11։ Առանձին ուշադրության է արժանի նաև Թուրքիայից ներկայացված դիմումների խումբը։ Ընդհանուր առմամբ ապաստան է խնդրել 7 քաղաքացի, որոնցից մեկը անչափահաս աղջիկ է, իսկ մնացած 6-ը 35 տարեկանից բարձր տղամարդիկ։ Համեմատության համար նշենք, որ 2024 թվականին ապաստան հայցողների թիվը Հայաստանում փոքր-ինչ ավելի բարձր էր։ Այդ տարի նման դիմումներ էր ներկայացրել 665 անձ։ Այս տվյալները ցույց են տալիս, որ թեև ապաստան հայցողների ընդհանուր թիվը նվազել է, Հայաստանը շարունակում է մնալ տարածաշրջանային և ավելի լայն աշխարհագրության համար կարևոր ընդունող երկիր տարբեր ճգնաժամերից փախչող մարդկանց համար։